Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը, ինչն է խանգարում կշեռքների առաջխաղացմանը իրենց սիրային հարցերում, անձնական հարցերում, աշխատանքում կամ կարիերայում եւ ֆինանսներում։ Եթե մարդիկ ոչինչ չեն անում, բնականաբար կյանքում ոչինչի էլ չեն հասնի։ Եթե կա կշեռքներ, որոնք արդեն ամեն ինչի էլ հասել են, ուրեմն սա իրենց չի վերաբերում։ Եթե անձնականում երջանիկ եք, ոչ մի խնդիր չունեք, ուրեմն անձնականը ձեզ չի վերաբերի։ Եթե աշխատանքում, կարիերայում հաջողակ եք, սա ձեզ չի վերաբերի, իսկ եթե ֆինանսներում եք հաջողակ, միգուցե անձնականում խնդիրներ կան աշխատանքում, բայց ֆինանսներում լավ է, ուրեմն դուք ինքներդ ընտրեք, հարգելիներս, որ ասպարեզը, որ պահը ձեզ վերաբերում է, դա էլ կարող եք նայել։ Եթե դուք ջանքեր եք ներդնում, բայց ձեր անձնական հարցերում, աշխատանքում եւ ֆինանսներում ոչ միտեղ չեք հասնում, ես փորձում եմ կարտերի միջոցով խորհուրդ տալ այդ իմաստով։ Ինչու չեք հասնում հաջողության։ Դուք ջանքեր եք ներդնում, բայց հաջողության չեք հասնում։ Ինչն է ձեզ խանգարում։ Փորձենք բացել։ Անձնական կամ սիրային հարցերում, աշխատանքում եւ ֆինանսներում։ Անձնական հարցերում տեսակ լավ խառնում են, բայց նորից դուրս եկավ, նույնը ընկավ կարծես կույսերի համար։ Սիրտը կոտրված է, այստեղ թրերի 3-ն եմ տեսնում։ Անցյալի ձեր փորձը, ձեր հիասթափությունները չեն թողնում, որ դուք առաջ շարժվեք, հարգելի կշեռքներ։ Դե նորից եմ ասում, ովքեր հաջողակ են, նրանց չի վերաբերում, այն կշեռքները, ովքեր հաջողություն չունեն, նրանցից ոմանց կարող է վերաբերել, որովհետև դուք ունեցել եք անցյալում հիասթափություններ, կամ ձեր սիրտն են կոտրել, կամ դուք ինչ-որ մեկի սիրտը կոտրել եք, կորցրել եք մեկին, հետո փոշմանել եք, հիմա ձեր սիրտն էլ է կոտրվել։ Իրականում միգուցե դուք եք մեղավոր եղել, ձեզ են դավաճանել, հեռացել եք, դուք եք դավաճանել, ձեզնից հեռացել են, ինչ տարբերակ էլ որ լինի, դուք հիասթափված եք, ձեր սիրտը կոտրված է եւ դուք չեք կարողանում անցյալից առաջ շարժվել։ Դրա համար էլ նոր հարաբերություններ չեք կարողանում ստեղծել։ Ես լուրջ հարաբերությունների մասին եմ խոսում։ Հատկապես տղամարդիկ, նրանք շատ կարող են մխիթարվել այստեղ այնտեղ հարաբերություններ ունենալ եւ շատերի հետ, բայց ես սիրո մասին եմ խոսում։ Եթե դուք դեռ մտածում եք անցած սիրո մասին, նույնիսկ եթե հարաբերությունների մեջ լինեք, կարող եք շատ կանանց հետ հարաբերությունների մեջ լինել, բայց սեր նորից չառաջանա։ Այսինքն չկարողանաք կապվել մեկին եւ ուզել մեկի հետ մնալ։ Սեր փնտրեք եւ չգտնեք, որովհետեւ դուք դեռ սիրում եք կամ դեռ հիասթափված եք, կամ պարզապես այնքան եք հիասթափվել, որ սիրուն չեք հավատում։ Այդպես էլ կարող է լինել իմիջայլոց։ Հարգելի կշեռքներ, ամեն դեպքում ձեր անցյալը ձեզ խանգարում է։ Հատկապես եթե նոր անցյալ չի վաղուց, եթե նոր է եղել, բնականաբար ժամանակ պետք է անցնի մինչև վերքը լավանա, սպիանա, բայց եթե սա անցյալում է, մինչև դուք անցյալի դռները չփակեք, հարգելիներս նոր դուր չի բացվելու։ Պետք է անցյալը թողնել գնա։ Մենք անցյալ չենք կարող վերադառնալ, անցյալը չենք կարող ջնջել կամ վերջացնել, բայց պետք է թողնեք անցյալը մնա անցյալում, նայեք առաջ։ Միայն այդ դեպքում կարող եք անձնականում հաջողություններ ունենալ։ Ինչ եմ տեսնում աշխատանքում, ինչն է խանգարում։ Տեսնում եմ 8 ջահերի։ Իրականում ջահերի 8-ը նշանակում է արագություն։ Տեսնում եք, շատ ջահեր, ամենտեղ ջահեր են տնկված, գավազաններ կարող են լինել, ջահեր լինեն, ինչպես ուզում եք կարող եք ասել։ Կարող եմ ասել, եթե կան կշեռքները, որոնք կարիերայում, աշխատանքում անհաջողություններ ունեն, որտեղ շատ արագ եք անում ինչ որ անում եք եւ ամենտեղ, տեսեք, ամենտեղ պետք է կենտրոնանալ կոնկրետ մի գործի վրա, տարբեր գործեր եք անում, տարբեր, չգիտեմ, ով ինչ ասում է, ինչով ասես զբաղվում եք, բայց պետք է միգուցե կենտրոնանաք մի գործի վրա, մի մասնագիտության վրա։ Ինչպես էր ասում հին ֆիլմում, այստեղ այլուր եւ ամենուր, այ այդպես եմ տեսնում, ջահերը ամենտեղ, այստեղ շատ ջահեր եւ շատ արագ եք անում, ինչ անում եք, մտնում եք գործի մեջ, դուրս եք գալիս նորից մի նոր աշխատանքի, մի նոր պրոյեկտի, չեք կարողանում այսպես շունչ քաշել, արագ եւ շատ արագ եք անում եւ շատ եք անում, բայց պետք է կենտրոնանալ, միգուցե այսքան ջանքերը ներդնեք մեկ կոնկրետ նպատակի, մեկ գործի մեջ եւ այդ դեպքում կլինի հաջողություն։ Թե չէ այսպես դուք բաշխում եք ձեր էներգիան, ձեր աշխատանքը շատ տարբեր տեղերում, այսպես կարող եմ ասել, եւ չեք կենտրոնանում մեկի վրա։ Ես այդպես կարող եմ տեսնել։ Փորձեմ մի կարտ եւս անել, եթե կան կշեռքներ այսպիսի վիճակում, իրենք կհասկանան ինչ եմ ասում։ Կամ միգուցե պարզապես կազմակերպած չեք անում աշխատանքը։ Ասում են
սա արեք, սա եք անում, նա եք անում, չէ, տարբեր 8 ջահեր այդպես կարող է նշանակել։ Պարզապես դուք, այսպես ասեմ, կարող եմ ասել, դուք պարզապես ձեզ գործը տալիս են անում եք, գործը տալիս են անում եք։ Չէ, այդպես լավ է, դուք շատ լավ կատարում եք ձեր աշխատանքը, բայց եթե վերջնական նպատակ չկա, առաջ խաղացում չի լինելու։ Դուք կարող եք միշտ մնալ օգնական։ Չգիտեմ ինչքանով եմ կարողանում բացատրել, բայց պետք է կենտրոնացնել մեկ տեղում։ Կոնկրետ նպատակ, ոչ թե պարզապես գործերը անել, այլ ունենալ նպատակ, այս բոլորը ինչի համար եք անում։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների երկուսով մի բաժակ են բռնել, տեսնեմ ինչպես կարող եմ սա կապել սրա հետ։ Ես կարող եմ այդպես կարող եմ ասել, տեսեք, դուք փորձում եք միշտ, այո, ես օգնական, որ ասեցի, իզուր չասեցի, այստեղ երկուսն են, տեսնում եք, այսինքն դուք ինչ որ մեկի ասածով անընդհատ ինչ ասում են, անում եք, դուք շատ լավ եք անում ձեր աշխատանքը, հա, եւ մարդիկ ձեզ շատ ձեր աշխատանքը կարող է շատ էլ հավանեն, բայց դուք չունեք նպատակ։ Ձեզ ասում են, դուք անում եք։ Նորից եմ կրկնում, եթե կան այսպիսի կշռքներ, սա իրենց է վերաբերում։ Եթե դուք այդպեսին չեք, ուրեմն ձեզ չի վերաբերում։ Կամ մյուս կողմից կա նաև այդպիսի տարբերակ, երբ որ դուք եք հակառակը ուրիշներին հանձնարարում եք, անդադ ուրիշներ են անում ձեր գործը։ Դուք բաշխում եք ձեր աշխատանքը ուրիշների մեջ, օգտագործում եք մարդկանց, որ ձեր գործը անեն, իսկ նրանք, ովքեր գործն անում են, նրանք են աշխատանքը սովորում, նրանք են մասնագիտանում, նրանք կարող են հաջողություն ունենալ, դուք կմնաք նույն տեղում։ Որովհետև դուք, այսպես ասեմ, իրականում ասում եք ով ինչ անի, բայց դուք ինքներդ ոչինչ չեք անում, առաջ խաղացում չեք կարող ունենալ, ձեր գիտելիքները դրանից չավելացան, գործը արվեց, բայց այլ մարդկանց միջոցով։ Երկու տարբերակներ կարող եմ տեսնել։ Կամ դուք պարզապես չեք կենտրոնանում մի գործի վրա, ով ինչ ասում է, անում եք, այսպես պարզապես ձեռքի տակ այդ օրվա հանձնարարությունը արեցիք, գործը առաջ գնաց, եղավ, բայց ձեզ ընդհանուր կարիերայում նպատակ, թե այս բոլորն անում եք, վերջը ինչ պետք է լինի, ինչ կոնկրետ նպատակ պետք է ձեր առջև դնեք, ես նպատակ չեմ տեսնում, բայց մյուս կողմից, եթե դուք եք ուրիշներին հանձնարարում, մարդիկ վարպետանում են, սովորում են, դուք պարզապես մնում եք նույն տեղում։ Ես հուսով եմ կարողացա բացատրել, որտեղ ես շատ պարզ տեսնում եմ, տեսել եմ այդպիսի օրինակներ։ Հուսով եմ կարողացա բացատրել հարգելի կշարքներ, ում վերաբերում է, ինձ թվում է իրենք շատ լավ էլ կհասկանան։ Ֆինանսներում տեսնում եմ էլի պաժ, տեսնում եմ պաժը, ջահը ձեռքին, շատ կրակոտ, շատ տաքարյուն։ Ես գիտեմ, որ կշարքները, հատկապես կանայք, շատ սիրում են պճնվել, սիրում են գեղեցիկ հագնվել, գեղեցիկ զարդեր, շատ են հոգ տանում իրենց արտաքինի մասին եւ շատ կանացի են։ Միգուցե շատ սիրում են առևտուր անել, շատ գնումներ անել, այսպես տեսնում են, ուզում են, հա, մի քիչ երեխայի նման, ասինքն ես ուզում եմ։ Բայց դա ձեզ պետք չի, այդ մասին չեն մտածում։ Իրենք ուզում են, գնում են եւ սիրում են ամեն ինչ որ կարող է իրենց ավելի գեղեցկացնել, իրենց արտաքինին ավելի, չգիտեմ, ասել շուկ տալ, ճոխություն տալ, իրենք գնում են դրա համար էլ իրենց պակաս գումարները չեն կարող շատանալ։ Ես չեմ տեսնում այստեղ գումարի խնդիր, որ դուք ունեք գումարի խնդիր, չեմ կարծում ունեք։ Ես խոսում եմ ինչու ֆինանսներում կարող եք մեծ հաջողությունների չհասնել։ Ինձ թվում է, որտեղ դուք շատ տաքայրուն եք, շատ այսպես տեսնում եք, երեխա է ընդ որում, բաժը երեխան է։ Այսինքն մի քիչ երևի ավելի անլուրջ եք վերաբերում ֆինանսների։ Դուք աշխատում եք, ֆինանսները գալիս են ու դուք ծախսում եք։ Երգցելու մասին, ներդրումներ անելու մասին թերևս չեք մտածում։ Բայց իրականում պետք է մի քիչ ծախսերը պակասեցնել եւ պետք է փորձել գումարները կուտակել։ Եվ ամեն անգամ մտածել ես ուզում եմ եւ գնելը, կարծում եմ ամեն դեպքում ձեզ համար տվյալ դեպքում սխալ է։ Հարգելի կշարքներ, ես չեմ ասում, կարտերն են ասում։ Ես հույսով եմ բոլորդ էլ ինչ որ տեղ, ինչ որ պահի առաջ խաղացում կունենաք, հարգելի կշարքներ։